Երբևէ մտածել եք, թե ինչպես փողը կարծես վազում է ձեր մատները, առանց մեզ գիտակցելու, մի օր դուք ստանում եք աշխատավարձը, իսկ մյուսը այլևս չգիտեք, թե որտեղ եք ծախսել ամեն ինչ, հիմա պատկերացրեք նույն եկամուտ ունեցող երկու մարդ։ Կարելի է գումար խնայել, ներդրումներ կատարել և գնել միայն անհրաժեշտը, իսկ մյուսը խեղդվել է պարտքերի, հատուկ ստուգումների և իմպուլսիվ գնումների մեջ, որն է տարբերությունը նրանց միջև, դա աշխատավարձի չափը չէ, ոչ մի հաջողություն կյանքի խաղի մեջ։ Գաղտնիքը այնքան ակնհայտ մի բան է, որ մեծամասնության կողմից այն աննկատ է։ Այսօր ես կկիսվեմ 7 ծանր, բայց փոխակերպող ճշմարտություններ, որոնք կփոխեն ձեր հարաբերությունները փողի հետ, դուք կհասկանաք, թե ինչու է որոշ փողեր կարծես թափվում են աղբյուրի ջրի պես։ Մինչդեռ մյուսների համար յուրաքանչյուր իրական պատրված է դժվարությամբ, օրինակ, ժանգոտ բարելի կաթիլներ, և ես կներկայացնեմ այս ամենը սխալներով և դասերով լի իմ հետագծի օրինակներով, ինչպես նաև հազարամյա իմաստություն, որը հասկանում է բարգավաճումը։ Հրեաները, սկսենք առաջին իսկ պատճառով, թե ինչու է ձեր փողերը անհետանում մինչև ամսվա ավարտը։ Ձեր ուշադրությունը գրավելու անհապաղ ցանկությանը դիմակայելու անկարողությունը։ Փող ստանալուն պես մենք նման ենք խաղալիքների խանութում երեխաների նման, զամբյուղը լցնում առանց հայեցողության։ Եվ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս մեզ առաջարկել անսահման գայթակղություններ երիտասարդ հեռախոսից մինչև այդ անթափանցելի դասընթացը, որը հայտնվեց կերերի վրա։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեծապես ծախսելու հնարավորությունները մեծապես գերազանցում են փրկելու մեր ունակությունը, գոյություն ունի հրեա մաքսիմ, որն ասում է, եթե գնում եք այն, ինչ ձեզ հարկավոր չէ, ապա շուտով ստիպված կլինեք վաճառել այն, ինչ ձեզ հարկավոր է, եւ դա չէր կարող ավելի ճշմարիտ լինել։ Հիշեք, որպես երեխա, ցանկանում եք միաժամանակ ցնցուղի բոլոր ցուցափեղկերը։ Որովհետև այս նույն իմպուլսիվությունը շարունակվում է մեզ հետ մեծահասակների մոտ, դուք մտնում եք շուկա, հաց գնելու և վաճառքի ականջակալներով, թեմատիկ գորգով և դիմահարտարման հանդերձանքը, որը արժե այն գնի համար, ծանոթ է, պատահական չէ։ Համակարգը նախագծված է ձեր դրամապանակը դատարկելու համար։ Համոզիչ գովազդներ, կայծակնային զեղչեր, բացառիկ առաջարկներ, որոնք շահագործում են մեր հոգեբանական թույլ կողմերը, երբ ես վաստակել եմ իմ առաջին պարկեշտ աշխատավարձը, ես ընկա այս ծուղակի մեջ, ես այդ ամենը գնել եմ։ Հարմարներ, որոնք չեն հագել, հագուստներ, որոնք գտնվում էին պահարանում, գործիքները մի օր, այն գործում էր որպես կաթվածի խանութի պես, վերցնելով այն ամենն, ինչ փայլում էր, մինչև այն օրը, երբ ես շտապ անհրաժեշտ էի ատամնաբուժական բուժման համար և ստիպված էի վաճառել այն ամենը ծիծաղելի արժեքի համար, հայտարարելով դասակարգված խմբերում։ Դինամիկան միշտ նույնն է, դուք տեսնում եք գրավիչ արտադրանք, ուղեղը բղավում է, ես հիմա ուզում եմ։ Մեկ շաբաթ անց ոգևորությունն անցնում է, և օբյեկտը անկյունում դառնում է։ Մեկ այլ աղբ, երբ իրական անհրաժեշտություն է առաջանում, այո, հրատապ, փողը հեռացել է։ Այս արատավոր ցիկլից խուսափելու համար ցանկացած գնումից առաջ ընդունեք պարզ մեթոդ։ Հարցրեք 3 կարևորագույն հարց. Նախ, ես կմեռնեի առանց դրա, եթե պատասխանը ոչ, դա անհրաժեշտություն չէ, երկուշաբթի, կօգտագործեմ այն 1 տարվա ընթացքում, երրորդ, եթե սրանք իմ վերջին ռայերենն էին, կփոխանակեմ դրա համար, փորձեք, դուք կզարմանաք, թե որքան գումար եք դադարում վատնել։ Հրեաները մեկ այլ բացահայտող ասացվածք ունեն. Երբ շուկան էժան է, ամեն ինչ եք ծախսում, և դա հենց այն է, ինչ տեղի է ունենում։ Մենք շատ ենք գնում պարզապես այն պատճառով, որ ինչ-որ բան վաճառքի է, կամ այն պատճառով, որ մենք վախենում ենք առիթից բաց թողնելուց, բայց իրականությունն այն է, որ առատության դարաշրջանում ամեն ինչ միշտ հասանելի կլինի։ Մենք այլևս չենք ապրում անտնի նման սակավության ժամանակ։ Խնդիրն այն է, որ մենք շփոթում ենք ցանկությունը անհրաժեշտության հետ։ Երկրորդ պատճառը, թե ինչու են ձեր փողերը անհետանում, ուրիշներին տպավորելու ցանկությունն է։ Մենք գործում ենք այնպես, ասես մենք պետք է ինչ-որ բան ապացուցենք աշխարհին։ Որ մենք հաջողակ ենք, որ մենք չլինենք, որ մենք արժանի ենք ճանաչման, ով երբեք չի գնել թանկարժեք բջջային հեռախոս, պարզապես չլինել իրենց գործընկերների հետևում, կամ նոր բաճկոն, պարզապես ուշադրություն հրավիրելու համար, այս պահվածքը։ Այն մանկության մեջ ունի արմատ, երբ մենք ուզում էինք նույն խաղալիքը, որը ընկերն ուներ, նույնիսկ եթե մենք ավելի լավ բան ունենայինք։ Այսօր տարբեր չէ, մարդկանց մեծ մասը ստանում է վերջին iPhone-ը, ոչ թե ֆունկցիոնալության, այլ կարգավիճակի։ Ֆինանսավորումը իր հնարավորություններից վերևում գտնվող մեքենան պարզապես հարևանին հաղթահարելու համար, այն օգտագործում է ժամացույց, որն արժե 3 նվազագույն աշխատավարձ, և ինչի համար, հիանալիության տեսք ունենալու համար, որ իրականում երբեք չի գա։ Մերկ ճշմարտություն այն է, որ ոչ ոք այդքան շատ չի հետաքրքրում իրենց ունեցվածքի մասին, ոմանք անտեսելու են, մյուսները նախանձելու են, բայց իսկական հարգանք, սա չի գնում, ավելի վատ, ուրիշների նախանձը հաճախ վերածվում է ձեր դեմ թունավոր էներգիայի, կամ մի ասացվածք։
Ես այսպիսի ամոթալի իրավիճակներով եմ անցել, երբ ես ստացա իմ առաջին նշանակալի բոնուսը, առաջինը, ինչ ես արեցի, գնել էի հաստ և պայծառ ոսկե շղթա, ոչ թե այն պատճառով, որ ինձ դուր եկավ, բայց ցույց տալ նախկին դպրոցականներին, որ ես հասել եմ այնտեղ։ Ես այն ամբողջ ժամանակ ցուցադրեցի, ինչպես գավաթը, արդյունք, ես 5 ամիս անցկացրեցի արիշտա ուտելու համար այս հաջողակ ճակատին աջակցելու համար, և գիտեք ինչ եմ իմացել, ոչ ոք նույնիսկ չի մեկնաբանել իմ հոսանքը։ Բոլորը չափազանց զբաղված էին իրենց սեփական կյանքով։ Նկատելու իմ կարգավիճակը, ես ունեի այլ նմանատիպ փորձեր, որոնք այսօր ամաչում են ինձ, երբ ես ֆինանսավորեցի մի մեքենա, որը չէր կարող վճարել պարզապես հաջողակ տեսք ունենալու համար, ես 5 տարի վճարեցի նրա համար, մինչդեռ մեքենան ժանգոտվում էր և ավելի շատ փող էր ծծում պահպանմամբ, վերջում ոչինչ չի փոխվել դեպի լավը, միակ բանը, որ աճեց իմ պարտքն էր, դուք նման մի բանի միջով եք եղել, թանկ մի բան գնելը պարզապես տպավորություն թողնելու համար, ապա ափսոսալ։ Հրեաները դրանում անժամկետ իմաստություն ունեն։ Նրանք, ովքեր ճաշում են ունայնությամբ, արթնանում են աղքատության մեջ, այսպիսի մտածելակերպը սաբոտաժ է անում մեզ, մենք գնեցինք կարգավիճակի խորհրդանիշներ և ի պատասխան դառնանք պարտքերի պատանդ։ Մենք վարկեր վերցրեցինք պատկերը սատարելու և բանկերի կողմից տրկացնելու համար, ամենավատն այն է, որ մենք մեր գումարը փոխանակում ենք այլ մարդկանց հարգանքի պատրանքների համար։ Երբ մենք իրականում անտեսանելի ենք, հաջորդ անգամ զգում ես, որ ինչ-որ բան տպավորություն թողնես, արա այս վարժությունը։ Հարցրեք ինքներդ. ես դա գնում եմ ինձ համար։ Պատկերացրեք, որ այս ձեռքբերման մասին ոչ ոք այլևս չգիտի, դուք դեռ դա կանեիք, եթե մի քանի վայրկյան տատանվի, դա նշան է, որ դա արժանի չէ, հիշեք, իրական կարգավիճակը չի չափվում ոսկե շղթաներով կամ ֆինանսավորվող շքեղ ավտոմեքենաներով, բայց հաշվի մնացորդով մեկը, որը ոչ ոք չգիտի, քանի որ մենք փորձում ենք ապացուցել մեր արժեքը ուրիշների համար, մենք բառացիորեն փող ենք նետում։ Քնել մինչև ավելի ուշ, մարաթոնյան շարքը կամ գլորվելով սոցիալական ցանցերի միջոցով, ամեն ինչ անվնաս է թվում, բայց թաքցնում է անհարմար ճշմարտությունը, մենք հույս ունենք, որ փողը կընկնի երկնքից, հազարամազերծող իմաստություն կա, որն ասում է. միայն աշխատանքը ժամանակի մեջ է դառնում, բայց մենք մեր պատրանքով ցանկանում ենք հիմա ամեն ինչ և հեշտությամբ, մենք երազում էինք հարստության մասին, բայց մենք փախչեցինք նրան, որը տանում է դեպի իրեն։ Հեշտ է նայել նրանց, ովքեր ունեն նոր մեքենա, իրենց բնակարան կամ դիզայներական հագուստ և մտածում, հաջողակ, մենք հազվադեպ ենք հարցնում ինքներս մեզ. որն էր այս նվաճման գինը, առավել նախանձում են արդյունքը, բայց քչերը պատրաստ կլինեին վճարել նույն գինը, մենք ուզում ենք նույն հաջողությունը, բայց երբ պարզում ենք, թե ինչն է անհրաժեշտ, կարգապահություն, զոհեր, աշխատանքներ, մեր ուղեղի բղավում, դա հիանալի է, մենք տարիներ անցկացրեցինք մեծ հնարավորության սպասում, բողոքումից, մինչդեռ ժամանակն է կաթում մատների միջև։ Ես ինքս արդեն ընկել եմ այս ծուղակի մեջ, նա տարիներ շարունակ մեղադրում էր շեֆերին, կառավարությանը, տնտեսությանը, իսկ մյուսները նույն տարիքում գնել են անշարժ գույք կամ ներդրումներ կատարել, ծանոթությունը 28-ին հայացքով տուն է վճարել։ Ես մտածեցի. պետք է ժառանգել գումար կամ վաստակել վիճակախաղում, իրականությունը նա աշխատում է։ 3 տարի անընդմեջ առանց մաքրման, արթնացավ առավոտյան 5-ին, պահում էր աշխատավարձի 70% և ամենակարևորը չհիմնեց, երբ ես սպասում էի կատարյալ պահին, ասաց նա, և արդյունքը, ես դատարկ ձեռքեր ստացա, նա ժառանգությամբ։ Այդ ժամանակ ես հասկացա. ժամանակը չի ներում, ով իրեն վատնել է, նա չի սպասում ձեզ, կամ դա օգտագործում եք ձեր առավելության համար, կամ նա նրան կթողնի հետևից, ինչպես նա արեց ինձ, խնդիրը հնարավորությունների պակասը չէ, բայց պատրանքը, որ հաջողությունը չի գնում։ Երբ տեսնում ենք ուրիշների հաջողությունը, նախանձում ենք։ Երբ մենք հայտնաբերում ենք գինը, մենք հրաժարվում ենք, մենք այսօր ընտրեցինք հարմարավետություն և վաղը քաղում ենք սակավությունը։ Այս ցիկլը կոտրելու համար ընդունեք 5 գաթի կանոն։ Սկսեք ցանկացած առաջադրանք, նույնիսկ կարճ ժամանակով, մի հաշվեք ժամերը, չափեք արդյունքները, յուրաքանչյուր իրական ծախսեր ընտրություն է, ես ուզում եմ հիմա և հետագայում կունենամ, հարստությունը հաջողություն չէ։ Դա ամենօրյա աշխատանք է, նույնիսկ նրանք, ովքեր հաջողակ են, ինչը շատ հազվադեպ են, սովորաբար չգիտեն, թե ինչպես վարվել դրա հետ, գոյություն ունի բացարձակ ճշմարտություն։ Փող, որը դուրս է գալիս ոչ մի տեղից, ոչինչ չի վերադառնա, և աղքատություն, դա ռեսուրսների պակաս չէ, բայց գործողության փոխարեն բազմոցը ընտրելու սովորությունը։ 4-րդ պատճառը, թե ինչու փողը մեզ հետ չէ։ Վարկերի ծուղակ։ Մենք ապրում ենք վարկեր և 2 անգամ վճարում ենք, վարկը ծուղակ է նրանց համար, ովքեր արդեն խորտակված են, դժվար ճշմարտություն, որը ես ուշացա։ Նրանք, ովքեր ապրում են պարտքերի մեջ, երբեք չեն հարստացնում։ Եկեք գնանք գործնական օրինակով։
Պատկերացրեք, որ մեկ տարվա ընթացքում ձեզ վիճակված է վաստակել $500,000 ոչ մեկ կոպեկ, ոչ պակաս, այս ժամանակահատվածում դուք գնում եք $50,000 բջջային հեռախոս վարկով։ Հետաքրքրությամբ այն վճարում է $90,000։ Ձեր ուղեղը գրառում է պիտակի $50,000, անտեսելով դրսում խաղացած $40,000-ը, այդ $40,000 կարող էին այլ բաներ գնել, բայց նրանք գոլորշիացան հետաքրքրությունը։ Այժմ ավելացրեք սառնարան, հեռուստացույց, փոքր նվեր այստեղ և այնտեղ, բոլոր տեղում, տարեվերջին ձեր $500,000 գնացել է, և կրկին կարմիրի մեջ եք, վարկը չի բարձրացնում ձեր եկամուտը։ Նա կուլ է տալիս նրան, դուք ավելի շատ վճարում եք իրերի համար, կորցրեք գումար, որը կարող եք ներդնել և ընկնել հանգույցի մեջ։ Պարտք, փողի պակաս, նոր պարտք։ Ինչպես դուրս գալ դրանից, թվարկեք ձեր բոլոր վարկերը և հաշվարկեք, թե որքան եք կորցնում հետաքրքրությունը, ընդունեք ոսկե կանոն։ Եթե փող չունեք, մի գնեք այն, ավելի լավ է խնայել 3 ամիս, քան 1 տարի տոկոսագումար վճարել, ավելի լավ է 1 տարի խնայել, քան ֆինանսավորումը 5-ի համար, ավելի լավ է սպասել 5 տարի, քան վճարել ձեր կյանքի մնացած ժամանակահատվածում։ Հիշեք, հարուստ օգտագործեք վարկ, ավելի շատ հարստություն ստեղծելու համար։ Աղքատ օգտագործման համար հարուստ տեսք ունենալու համար, ապրեք ձեր հնարավորությունների մեջ, եթե չեք կարող վճարել կանխիկ, ապա դա չեք կարող ունենալ, գետ մնացածը պատրանք է, և պատրանքը թանկ է։ Ինչ-որ բան գնելու իմպուլսիվ ցանկությունն այժմ անդիմադրելի է թվում մինչև ֆինանսական կախազարդը հարվածներ, դուք նայում եք անօգուտ իրերի կույտին և գիտակցում։ Տարեկան 1/4 միլիոն մարդ է նետում, այս գումարը կտա մեքենայի մուտքը, 6 ամսվա վարձավճարը ավելի լավ թաղամասի կամ նույնիսկ փոքր բիզնեսի մեկնարկային կապիտալում, որը կվճարի իր պարտքերը, բայց ոչ, դուք բառացիորեն լցրել եք ամեն ինչ արտահոսքի մեջ։ Գոյություն ունի հրեական իմաստություն, որն ամփոփում է այս ճշգրիտ. Բոլորը դժգոհում են փողի պակասից, բայց ոչ ոք չի բողոքում դատաստանի պակասից, մտածեք դրա մասին, ձեր վեյսս լռության մեջ ծծում է ձեր աշխատավարձը։ Ծխախոտ, ամսական 6,000 տարեկան 72,000 տարեկան։ Ալկոհոլ, ամսական 15,000 տարեկան 180,000 տարեկան։ Սրճարաններ և նախուտեստներ։ Օրական 300 օր ամսական 9,000 կամ տարեկան 108,000։ Այժմ վերցրեք նոթատետր, գրեք մեկ շաբաթվա բոլոր փոքր ծախսերը, բազմապատկել 4-ով, արդյունքը կվնասի, հետո հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ կարող էի անել այդ փողով, պատասխանը ձեզ թույլ կտա ծնոտի կաթիլ, աղքատությունը փողի պակաս չէ։ Դա սովորություն է վճարել ձեզ ոչնչացնելու համար։ Եվ ահա 7-րդ պատճառը, թե ինչու երբեք փող չունեք։ Դուք վախենում եք ձեզ վաստակել, ռիսկի վախից վախենալով ոչ լսելուց վախը, հարմարավետության գոտուց դուրս գալու վախը, ինչ անել, եթե դա սխալ է, ինչ ես մտածելու, միգուցե ավելի ուշ, մինչ դուք առաջ ենք մղում, մյուսները գործում են, դուք արդեն տեսաք։ Հնարավորությունները անցնում են ձեր առջև, ինչ-որ մեկը ձեր թաղամասում բացեց բարբարոս խանութը, և այսօր լավ է հաշիվ ապրանքագրեր, ինչ-որ մեկը խնդրեց աճ և դա արել է, ինչ-որ մեկը գայթակղեց այնպիսի բիզնես, որը դուք մերժել եք անապահովությունից։ Նրանք հնձում են պտուղները։ Դուք ներողություն եք խնդրում։ 2017-ին ընկերն ինձ հրավիրեց միասին մեքենա լվանալ, ես տատանվեցի։ Ինչ անել, եթե դա չի աշխատում, նա մենակ էր, այսօր ունի 3 միավոր, ես ստացա 0, ես անտեսեցի ևս մեկ հրեա ասացվածք։ Գումարը իմաստություն չի պահանջում, բայց իմաստությունը փող է պահանջում, մենք ամեն օր փող եմ կորցնում, սպասում ենք կատարյալ պահի, ինչը գոյություն չունի, մենք գերագնահատում ենք ռիսկերը և թերագնահատում մեր կարողությունները, մենք թույլ ենք տալիս, որ վաղը որոշումներ կայացնենք, որոնք պետք է լինեն մերը։ Փոփոխեք սա այսօր։ 1. Հարցրեք ավելացում։ Ամենավատը, որ նրանք կարող են ասել, ոչ։ 2. Ներդրեք ձեր կատարողականի 10%, ինչ-որ բանի մեջ, նույնիսկ եթե դա փորձություն է։ 3. Գործեք նախքան այն 100% պատրաստ է, ով է սպասում ճիշտ ժամանակին, մնացել է հետևից։ Հիշեք, ձախողումը ուսման գինն է, աղքատությունը անգործության գինն է, աշխարհը պատկանում է նրանց, ովքեր համարձակվում են, ոչ թե նրանք, ովքեր անսահման հաշվարկում են, մինչ այս տեքստը կարդում եք, ինչ-որ մեկը արդեն գործածել է մի գաղափար, որի մասին միայն երազել եք, եթե փակեք այս էջը և մոռացեք ամեն ինչ, ոչինչ չի փոխվի, բայց եթե այս թակարդներից միայն մեկը վերացվի, 1 տարվա ընթացքում կզարմանաք մնացածից։ Եվ եթե այս տեքստը ձեզ ստիպում է վերանայել ձեր կյանքը, իմացեք,
Սա իմ ամենամեծ պարգևն է, ընտրությունը քոնն է, փողը գրավում է համարձակ, ոչ թե երկմտող, եթե այստեղ ինչ-որ բան ռեզոնանսված է, դա նշան է, որ ժամանակն է գործել, սկսեք հիմա, իսկ մյուսները դեռ պլանավորում են։ Մինչև հաջորդ անգամ, ավելի շատ արտացոլելով ինքնուրույն հոգեբանության հարաբերությունների և փիլիսոփայության հետևում, ինչը իսկապես կարևոր է, սա ձեր արժանի իմաստության դոզանն էր,